Ողջույն հարգելի ակաղաղներ, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար։ Ձիու տարին արդեն սկսվել է փետրվարի 17-ից, շատ չի անցել, դեռ կլինի մինչև փետրվարի 5-ը 2027 թվականի։ Այնպես որ բավականին ժամանակ ունենք, թեկուզ տարվա ընթացքում երբել նայեք, էլի ակտուալ է սա, բայց պետք է հասկանալ, որ ես այստեղ նշում եմ որոշ ամսաթվեր, որոշ ամիսներ, որոնք լավ են, որոնք վատ են, եւ դուք կարող եք այն բաց թողնել, եթե հիմա չլսեք։ Եվ ովքեր ծնվել են 1933, 45, 57, 69, 81, 93, 2005, 2017 եւ երբ որ կծնվեն 2029 թվականին, ապա այդ մարդիկ ակաղաղի տարում են ծնվել։ Եվ պետք է նշեմ, որ հունվար, փետրվար ամիսները պետք է շատ ուշադիր լինել, որովհետև դեռևս դուք կարող եք լինել նախորդ կենդանակերպի նշանը, ոչ այս տարվա նշանը։ Ինչպես այս տարի եւս տեսնում եք, փետրվարի 17-ին սկսվում է, փետրվարի 5-ին ավարտվում է։ Եվ այնպես չի, որ 2027 թվականի հունվարին ծնվածները կլինեն արդեն շանտարում, արդեն այծի տարում ծնվածներ։ Այնպես որ դե ուզում եմ ասել, ես հերթականության այստեղ ակաղաղից հետո։ Այնպես որ կարող եք նայել Google-ում, կարող եք նայել Facebook-ում, այնտեղ եւս լինում են ամբողջ տվյալները։ Իսկ այս կանխատեսման ժամանակ կնայենք ձեր անձնական կյանքը, աշխատանքը, ֆինանսները, որոշ ժամանակ, ամեն ամիս, թե ինչ է կատարվում, լավ ժամանակները, վատ ժամանակները, լավ հարաբերություններ եւ վատ հարաբերությունները։ Եվ 2026 թվականին Կարմիր գրակե ձիու ազդեցության տակ ակաղաղների կյանքը կլցվի նոր գույներով։ Այս տարին կբերի ակտիվություն, ոգեշնչում եւ փոփոխություններ։ Ակաղաղները, որոնք հայտնի են իրենց կարգապահությամբ եւ կատարելության ձգտումով, հնարավորություն կունենան ցույց տալ իրենց լավագույն կողմերը, հատկապես աշխատանքի եւ անձնական հաջողությունների մեջ։ Բայց չափազանց ինքնավստահությունը կամ ամեն ինչ վերահսկելու ցանկությունը կարող են առաջացնել կոնֆլիկտներ, եթե չկարողանաք վերահսկել ձեր զգացմունքները։ Ձիու տարին կլինի շարժման եւ նորացման շրջան։ Ակաղաղները կզգան, որ կյանքը նրանց դրդում է համարձակ քայլերի, աշխատանքի փոփոխություն, տեղափոխություն կամ նույնիսկ կյանքի ձևի փոփոխություն։ Շատերի համար սա կլինի հնարավորություն դուրս գալ հարմարավետության գոտուց եւ իրականացնել այն գաղափարները, որոնք նախկինում թվում էին ռիսկային։ Կարևոր է ամեն ինչ միանգամից չանել եւ յուրաքանչյուր քայլ լավ մտածել, քանի որ հաջողությունը գալիս է խելամիտ որոշումներից։ Սիրային կյանքում 2026 թվականը կբերի շարժ, ուժեղ զգացմունքներ եւ կիրք։ Միայնակ ակաղաղները կարող են հանդիպել մեկին, ով կոգեշնչի լուրջ փոփոխությունների։ Իսկ արդեն հարաբերությունների մեջ գտնվողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց զուգընկերոջը, որպեսզի խուսափեն թյուր ըմբռնումներից։ Շփումը կլինի հարաբերությունների պահպանման հիմնական բանալին։ Ֆինանսական վիճակը կլինի կայուն, հատկապես եթե խուսափեք ռիսկային ներդրումներից։ Հաջողությունը կլինի նրանց կողմը, ովքեր նախապես պլանավորում են եւ մտածված քայլեր անում։ Հնարավոր են հաճելի հավելավճարներ, անսպասելի եկամուտներ կամ շահավետ գործարքներ, հատկապես տարվա երկրորդ կեսում։ Առողջությունը կլավանա, եթե պահպանեք հավասարակշռություն աշխատանքի եւ հանգստի միջեւ։ Չպետք է գերհոգնեք, քանի որ ձիու տարին պահանջում է ուժ եւ դիմացկունություն։ Բայց չի սիրում չափազանց ծանրաբեռնվածություն։ Ընդհանուր առմամբ 2026 թվականը ակաղաղների համար կլինի աճի, շարժման եւ իրենց տաղանդները ցույց տալու տարի։ Կարևոր է պահպանել սառնասրտություն, շարժվել դեպի նպատակները եւ թույլ տալ, որ կյանքը ընթանա իր բնական հունով։ Իսկ հիմա կխոսենք ավելի մանրամասն աշխատանք եւ գումար։ 2026 թվականը ակաղաղների համար կանխատեսում է ակտիվ եւ իրադարձություններով լի շրջան, երբ նախկինում ներդրված ջանքերը վերջապես կտան տեսանելի արդյունք։ Կարմիր գրակե ձիու տարին ուժեղ խթան կտա մասնագիտական աճին, հատկապես նրանց համար, ովքեր չեն վախենում փոփոխություններից։ Հնարավոր է աշխատանքի փոփոխություն, պաշտոնի բարձրացում կամ
Մասնակցություն մեծ նախագծերի, որտեղ կարող եք ցույց տալ ձեր առաջնորդական և կազմակերպչական ունակությունները։ Բիզնեսով զբաղվող աքաղաղները հնարավորություն կունենան ամրապնդել իրենց դիրքերը և ընդլայնել ազդեցությունը։ Հատկապես հաջող կլինեն այն ոլորտները, որոնք կապված են հաղորդակցության, դիզայնի, կրթության և տեխնոլոգիաների հետ։ Կարևոր է էներգիան չվատնել մանրուքների վրա, այլ կենտրոնանալ կարևոր նպատակների վրա, քանի որ հաջողությունը գալիս է հստակ և մտածված քայլերից։ Ուսանողները և հետազոտողները 2026 թվականին կզգան ոգեշնչման աճ և կարող են մեծ առաջընթաց ունենալ ուսման մեջ։ Սա լավ ժամանակ է նոր գիտելիքներ ստանալու, վերապատրաստման դասընթացների մասնակցելու կամ կարևոր նախագծեր ավարտելու համար։ Ֆինանսական առումով տարին խոստանում է կայունություն և աստիճանական աճ։ Հնարավոր են մեծ եկամուտներ երկարաժամկետ նախագծերից, պարգևներ կամ շահավետ ներդրումներ, սակայն, իհարկե, այս գրակեզիու ազդեցությունը կարող է բերել նաև անպլան ծախսերի, չպլանավորված, հատկապես շքեղության և հարմարավետության վրա։ Խելամիտ պլանավորեք ծախսերը և կենտրոնացեք ֆինանսական հիմքը ամրապնդելու վրա, հատկապես օգտակար կլինեն ներդրումները անշարժ գույքի և կրթության մեջ, որոնք ապագայում կարող են բերել կայուն եկամուտ։ Սեր և ընտանիք 2026 թվականին սիրային կյանքը աքաղաղների համար կլինի վառ, բայց նաև անկանխատեսելի։ Ձիու էներգիան բերում է ուժեղ զգացմունքներ և էմոցիոնալ փոփոխություններ, որոնք կարող են և ամրացնել հարաբերությունները, և փորձության ենթարկել դրանք։ Միայնակ աքաղաղները հնարավորություն կունենան հանդիպել մեկին, ով կսկսի իրենց նպատակներն ու կոգեշնչի նոր հաջողությունների։ Կդրդի նաև, որ դուք հասնեք ձեր նպատակներին։ Սակայն հաջող հարաբերությունների համար կարևոր է լինել ավելի ճկուն և քիչ քննադատել։ Եվ նաև կարող եք հանդիպել այնպիսի մեկին, ով կկիսի իր նպատակները ձեզ հետ։ Նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, պետք է սովորեն ավելի դիվանագիտորեն մոտենալ իրավիճակներին։ Վեճեր կարող են առաջանալ տարբեր կարծիքների կամ զբաղվածության պատճառով։ Որպեսզի խուսափեք թյուրիմացություններից, թյուր ըմբռնումներից, ավելի հաճախ խոսեք ձեր զգացմունքների մասին և ուշադրություն դարձրեք մանրուքներին, քանի որ դա կուժեղացնի վստահությունը։ Այս տարին նաև բարենպաստ է համատեղ ծրագրերի համար՝ ճանապարհորդություններ, տան վերանորոգում, տեղափոխություն կամ նույնիսկ նոր բնակարան գնելը։ Այս ամենը կբերի ընտանիքում նորություն և միասնության զգացում։ Ընտանեկան կյանքում 2026 թվականը պահանջում է համբերություն և հասուն մոտեցում։ Որոշ աքաղաղներ կարող են ստիպված լինել աջակցել մեծահասակ հարազատներին կամ լուծել կենցաղային կարևոր հարցեր։ Սակայն եթե բավարար ժամանակ հատկացնեք ընտանիքին, տան ներդաշնակությունը կդառնա ուժի և ոգեշնչման աղբյուր։ Սիրո, հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելով, աքաղաղները կկարողանան այս տարին դարձնել ոչ միայն նյութական, այլև հոգևոր կայունության և ամրապնդման շրջան։ Իսկ հիմա կխոսենք ամիս առ ամիս, թե որ ամսին ինչ է սպասվում ձեզ։ Հունվարից մինչև փետրվարի 17-ը։ Կարմիր գրակեզիու տարվա սկզբին աքաղաղները կզգան էներգիայի ուժեղ աճ։ Հունվարը կդառնա նոր պլանների և նպատակներին վստահ քայլերով շարժվելու ժամանակը։ Բախտը ձեր կողմում կլինի, հատկապես եթե վերանայեք աշխատանքային ռազմավարությունը, սակայն մի շտապեք, նույնիսկ ոգեշնչման դեպքում կարևոր է գործել մտածված։ Սա լավ ժամանակ է ինքնազարգացման մեջ ներդրումներ կատարելու և առողջությունը ամրապնդելու համար։ Փետրվարի 17-ից մինչև մարտի 9։ Փետրվարը կբերի կայունություն մասնագիտական գործերում։ Ձեր աշխատանքը վերջապես կնկատվի և հնարավոր են գովեստներ ղեկավարության կողմից։ Ֆինանսական վիճակը կբարելավվի, սակայն հետևեք ծախսերին։ Ձիու ազդեցությունը կարող է առաջացնել հապճեպ որոշումներ։ Անձնական կյանքում արժե դրսևորել մեղմություն, մեղմ լինել, որպեսզի խուսափեք ավելորդ վեճերից։ Մարտի 10-ից մինչև ապրիլի 8-ը։ Գարունը աքաղաղներին կոգեշնչի փոփոխությունների։ Մարտը իդեալական է նոր նախագծեր սկսելու և մասնագիտական թարմացումների համար։
Հնարավոր են շահավետ առաջարկներ գործընկերներից կամ բիզնես գործընկերներից։ Կարևոր է պահպանել իրատեսությունը։ Ոչ բոլոր հնարավորությունները կլինեն վստահելի։ Կենտրոնացեք երկարաժամկետ նպատակների վրա, ոչ թե կարճաժամկետ շահույթի։ Ապրիլի 9-ից մինչև մայիսի 7-ը։ Ապրիլին աքաղները կզգան սոցիալական ակտիվության աճ։ Ձեզ սպասում են նոր ծանոթություններ եւ առաջարկներ, որոնք կարող են փոխել մասնագիտական ուղին։ Սակայն զգուշացում, մի բացահայտեք ձեր բոլոր ծրագրերը նախապես։ Ֆինանսական առումով ամիսը կլինի կայուն, բայց զգուշացեք ավելորդ ծախսերից հաճույքների եւ ժամանցի վրա։ Մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը։ Մայիսը կբերի ոգեշնչում եւ ստեղծագործական վերելք։ Աքաղաղները կկարողանան իրականացնել օրիգինալ գաղափարներ եւ դրսեւորել իրենց նոր ոլորտում։ Սա բարենպաստ ժամանակ է ուսման, ճանապարհորդությունների եւ աշխարհայացքի ընդլայնման համար։ Սիրային ոլորտում կաչի կրկոտությունը։ Սակայն կարևոր է չշտապեցնել իրադարձությունները։ Այս շրջանում սկսված հարաբերությունները ժամանակ կպահանջեն զարգանալու համար։ Հունիսի 6-ից մինչև հուլիսի 4-ը։ Հունիսը լի կլինի շարժումով եւ փոփոխություններով։ Հնարավոր է, որ դուք ստանաք աշխատանքի նոր առաջարկ կամ որոշեք փոխել գործունեության ուղղությունը։ Կարևոր է չգերհոգնել։ Բարձր ակտիվությունը կարող է բերել ստրեսի։ Առողջությունը կպահանջի ուշադրություն, հատկապես քնի եւ սննդի ռեժիմը։ Պահպանեք հավասարակշռությունը, որպեսզի չհոգնեք։ Հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 3-ը։ Հուլիսը աքաղաղներին կբերի հանգստություն եւ ներդաշնակություն։ Ֆինանսական վիճակը կկայանանա, իսկ հարաբերությունները գործընկերների հետ կբարելավեն։ Սա բարենպաստ ժամանակ է խոշոր գնումներ պլանավորելու եւ մասնագիտական կապերը ամրապնդելու համար։ Անձնական կյանքում ձեզ սպասում են ջերմ պահեր եւ աջակցություն մտերիմներից։ Օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 2-ը։ Օգոստոսին աքաղները կզգան ավելի վճռական գործելու ցանկություն։ Սա փոփոխությունների ժամանակ է, երբ արժե նախաձեռնություն ցուցաբերել։ Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ եւ անսպասելի խոստովանություններ։ Եղեք ուշադիր առողջության նկատմամբ։ Խուսափեք գեր ծանրաբեռնվածությունից եւ հետևեք հանգստի ռեժիմին։ Ստեղծագործ մարդկանց համար սա շատ հատկապես արդյունավետ ամիս է։ Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 1-ը։ Հոկտեմբերը կբերի փոփոխություններ հարաբերություններում եւ աշխատանքում։ Ձեզ սպասում են նոր պարտականություններ կամ նպատակների վերաիմաստավորում։ Կարևոր է չդիմադրել փոփոխություններին, դրանք կբացեն աճի նոր ճանապարհը։ Սիրային կյանքում կարող է հայտնվել կրկոտություն, ինչ որ սիրավեպ, բայց նաեւ խանդ։ Այդ պատճառով պահպանեք վստահությունը եւ մի տրվեք էմոցիաներին։ Մոռացա նշեմ, սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 1-ն է սա։ Սեպտեմբերը կլինի ինքնավելուծության եւ ներքին աճի ժամանակաշրջան։ Աքաղները կարող են վերանայել իրենց առաջնահերթությունները եւ ազատվել ավելորդ պարտավորվածություններից։ Սա բարենպաստ ժամանակ է հոգեվոր պրակտիկաների եւ ապագայի պլանավորման համար։ Աշխատանքում հաջողություն շատ հնարավոր է ունենաք, եթե գործեք հանգիստ եւ հետեւողական։ Ֆինանսական վիճակը կմնա կայուն։ Եվ անցնենք նոյեմբերը 1-ից մինչև 30-ն է։ Նոյեմբերը բարենպաստ ամիս կլինի կապերը ամրապնդելու եւ հին կոնֆլիկտները կարգավորելու համար։ Ձեզ սպասում են նոր հնարավորություններ գործնական ոլորտում, հատկապես արտասահմանյան գործընկերների հետ աշխատելիս։ Ֆինանսական հաջողությունը կուղեկցի ձեզ, սակայն մի ծախսեք ամեն ինչ միանգամից։ Բյուջեի պլանավորումը կդառնա ձեր լավագույն օգնականը։ Եվ եթե ինչ-որ մի բան այստեղ շփոթել եմ օրերի հետ կապված, ոչինչ, դուք նայեք նոյեմբեր ամիսը։ Ընդհանուր, նոյեմբերը։ Դեկտեմբերի 1-ից մինչև 30-ը։ Տարվա ավարտը աքաղներին կբերի բավարարվածության եւ ինքնավստահության զգացում։ Ձեր աշխատանքը կսկսի արդյունք տալ, իսկ հարաբերությունները կդառնան ավելի խորը։ Սա հիանալի ժամանակ է արդյունքները ամփոփելու, ապագան պլանավորելու եւ հանգստանալու համար։ Ուշադրություն դարձրեք ընտանիքին։ Համատեղ տոները կպարգևեն ոգեշնչում եւ ջերմություն, որը ձեզ կաջակցի նոր փուլում եւ նոր տարում։
ինչը կբերի հաջողություն աքաղաղներին 2026 թվականին։ 2026 թվականին իհարկե կարմիր ձիու ուժեղ ազդեցությունը կբերի վճռականություն և ոգեշնչում։ Բախտը հատկապես կուղեկցի նոր սկսած գործերում, ուսման մեջ և ստեղծագործական նախագծերում։ Այս տարին կարող է տալ այն հնարավորությունները, որոնց մասին վաղուց մտածում էիք։ Կարևորն այն է չկորցնել պահը և գործել համարձակ, բայց մտածված։ Ձեր հաջողության թվերը կլինեն 2-ը, 6-ը և 8-ը։ Այս թվերը կարող են հաճախ հանդիպել ձեր կյանքում, հասցեներում, ամսաթվերում կամ նույնիսկ փոքր մանրուքներում։ Դրանք կարելի է ընկալել որպես նշան, որ ճիշտ ուղղությամբ եք շարժվում։ 2026 թվականին ձեզ հաջողություն կբերեն նաև այս գույները՝ փիրուզագույնը, ավազի գույնը և տաք նարնջագույնը։ Փիրուզագույնը կօգնի պահպանել մտքի հստակությունը, ավազի գույնը՝ կայունություն, իսկ նարնջագույնը՝ վստահություն և գրավչություն։ Կարող եք այս գույները ավելացնել հագուստում կամ տան միջավայրում, օրինակ աշխատասեղանին փոքր դետալ կամ սենյակում համապատասխան երանգներ ավելացնել։ Բարենպաստ ուղղությունները հարավ-արևմուտքն ու արևմուտքն են։ Եթե հնարավոր է աշխատասեղանը կամ քնելու վայրը ուղղեք այդ կողմը, դա կօգնի ավելի կենտրոնացած և վստահ լինել։ Լրացուցիչ հաջողություն բերելու համար կարող եք տունը զարդարել ծաղիկներով, հատկապես գլադիոլուսներով կամ քրիզանթեմներով։ Դրանք խորհրդանշում են ուժ, կայունություն և հաջողություն։ Ինչը կարող է անհաջողություն բերել աքաղաղներին։ Չնայած տարվա ընդհանուր բարենպաստ ազդեցությանը 2026 թվականը առանց դժվարությունների չի լինի։ Մարտը, հուլիսը և հոկտեմբեր ամիսներին հնարավոր են անսպասելի իրավիճակներ, որոնք կպահանջեն զգուշություն։ Այս ամիսներին ավելի լավ է զբաղվել վերլուծությամբ և պատրաստվել, ոչ թե շտապ որոշումներ ընդունել։ Եթե պլանավորում եք մեծ գնումներ կամ կարևոր քայլեր կատարել կարիերայում, ընտրեք ավելի հանգիստ ժամանակներ։ Անբարենպաստ գույներն են հագեցած կարմիրը և մուգ մանուշակագույնը։ Դրանց շատ օգտագործումը կարող է առաջացնել լարվածություն և նյարդայնություն։ Ավելի լավ է ընտրել մեղմ, բնական գույներ, որոնք կօգնեն պահպանել հավասարակշռությունը և վստահությունը։ 4-ը և 9 թվերը կարող են բերել փոքր դժվարություններ։ Փորձեք կարևոր գործերը չնշանակել այս թվերի հետ կապված օրերին։ Օրինակ, ես մի ծանոթ աքաղաղ ունեմ, ով դուրս եկավ աշխատանքից ամսի 9-ին։ Այնպես որ կատարվում է։ Եվ հյուսիսային ուղղությունը 2026 թվականին խորհուրդ չի տրվում ակտիվ աշխատանքի կամ քնելու համար։ Նայեք, եթե քնում եք հյուսիսում կամ աշխատում եք այնտեղ նստած, ապա դա այդքան էլ լավ չէ։ Այն կարող է առաջացնել ցրվածություն և խանգարել կենտրոնանալուն։ Հնարավորության դեպքում խուսափեք դեպի հյուսիս նայելով կարևոր գործեր անելուց կամ բանակցություններ վարելուց։ Այսպես դուք կկարողանաք պահպանել կենտրոնացվածությունը, ներքին հանգստությունը և օգտագործել տարվա ձիու էներգիան ձեր օգտին։ Աքաղաղի լավագույն սիրային համատեղելիությունը 2026 թվականին աքաղաղները շատ գրավիչ կլինեն շրջապատի համար։ Նրանց հմայքն ու ինքնավստահությունը կգրավեն ցուլ, վիշապ և կապիկ նշանների ներկայացուցիչներին։ Հենց այս նշանների հետ հնարավոր են ամենահարմոնիկ և ոգեշնչող հարաբերությունները։ Այս միությունները աքաղաղներին կտան կայունության, հարգանքի և փոխադարձ գնահատանքի զգացում։ Միայնակ աքաղաղներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նոր ծանոթություններին, հատկապես ստեղծագործական միջավայրում, ուսման ընթացքում կամ ճանապարհորդությունների ժամանակ։ Հենց այդտեղ կարող է տեղի ունենալ կարևոր և ճակատագրական հանդիպում։ Նրանց համար, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, ցուլի, վիշապի կամ կապիկի հետ, 2026 թվականը կբերի զգացմունքների թարմացում և ավելի խորը մտերմություն։ Սա հարմար ժամանակ է համատեղ նախագծերի, տեղափոխության կամ նույնիսկ ամուսնության համար։ Ցուլերը այս տարի աքաղաղներին կպարգևեն վստահություն և տան ջերմություն։ Նրանց համբերությունն ու կայունությունը կօգնեն մեղմել ձեր հուզական պահերը։ Վիշապները հարաբերություններին կավելացնեն կիրք և մեծ նպատակներ։ Միասին դուք կարող եք հասնել մեծ հաջողությունների և ոգեշնչել միմյանց։
Իսկ կապիկների հետ հնարավոր է հետաքրքիր եւ խելացի կապ։ Նրանց էներգիան եւ հումորը ձեր հարաբերություններին կտան թեթևություն եւ ուրախ մթնոլորտ։ Ամենաբարձ սիրային համատեղելիությունը 2026 թվականին աքաղներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել ճագարի եւ շան նշանների հետ հարաբերություններում։ Այս միությունները կարող են բարդ լինել բնավորության եւ կյանքի մոտեցումների տարբերության պատճառով։ Աքաղները սիրում են բաց լինել եւ ակտիվ, իսկ ճագարները հաճախ ձգտում են հանգստության եւ զգացմունքային ապահովության։ Շան նշանի ներկայացուցիչները կարող են լինել չափազանց ուղիղ եւ երբեմն շատ խանդոտ։ Եթե ձեր զուգընկերը ճագար է, պետք է սովորեք ավելի մեղմ լինել եւ չպարտադրել ձեր կարծիքը։ Վեճերի փոխարեն ընտրեք անկեղծ զրույցներ, հետ դրանք կօգնեն պահպանել ներդաշնակությունը։ Եթե ձեր զուգընկերը շուն է, խուսափեք փոխադարձ մեղադրանքներից եւ փորձերից, ապացուցելու թե ով է ճիշտ։ Այս տարի ձեզանից պահանջվում է համբերություն եւ վստահություն։ Վեճերի փոխարեն փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Զբոսանքները, կարճ ճանապարհորդությունները եւ ընդհանուր նպատակները կօգնեն ամրապնդել ձեր հարաբերությունները, նույնիսկ եթե լինեն դժվարություններ այս ամբողջ տարվա ընթացքում։ Երբ աքաղները պետք է կարևոր փոփոխություններ անեն։ 2026 թվականին այս ձիու ազդեցության տակ աքաղները կզգան ուժեղ մղում գործելու համար։ Տարին ընդհանուր առմամբ հարմար է փոփոխությունների եւ նորը սկսելու համար, բայց կան ամիսներ, որոնք հատկապես հաջողակ են կարևոր որոշումներ ընդունելու համար։ Ամենահաջող ամիսներն են մարտը, հուլիսը եւ հոկտեմբերը։ Այս ժամանակահատվածներում իրավիճակները կդասավորվեն ձեր օգտին եւ կօգնեն հասնել նպատակներին։ Բայց նաեւ այս ամիսներին մենք ունենք դժվարություններ, ուշադիր լսեք նաեւ նա։ Մարտը կբերի ոգեշնչում եւ հստակություն։ Եթե մտածում եք աշխատանքը փոխելու, բիզնես սկսելու կամ տեղափոխվելու մասին, սա շատ լավ ժամանակ է։ Ձեր զգացողությունը կաշխատի ավելի ուժեղ, իսկ վճռականությունը կբերի հաջողություն։ Այս ամիսը նաև հարմար է սովորելու եւ նոր հմտություններ ձեռք բերելու համար, որոնք ապագայում օգուտ կտան։ Հուլիսը կբերի կայունություն եւ գնահատանք։ Գարնանը սկսած գործերը կսկսեն արդյունք տալ։ Սա լավ ժամանակ է բանակցությունների, ներկայացումների եւ մասնագիտական հեղինակությունը ուժեղացնելու համար։ Ֆինանսական ոլորտում նույնպես հնարավոր են հաջողություններ, եթե գործեք մտածված եւ վստահ։ Հոկտեմբերը հարմար է պլանավորելու եւ ուղղությունը ճշգրտելու համար։ Սա ժամանակն է հասկանալու, թե որ ուղղություններն են պետք շարունակել, իսկ որոնք թողնել։ Լավ շրջան է երկարաժամկետ ներդրումների, բնակարանային պայմանների բարելավման եւ գործընկերային հարաբերությունները ամրապնդելու համար։ Հիշեք, թեև այս ամիսները ամենահաջողն են, իրական փոփոխությունները կախված են ձեր վճռականությունից։ Ձիու տարին պահանջում է համարձակություն, ակտիվություն եւ պատասխանատվություն ձեր քայլերի համար։ Օգտագործեք այս ամիսները, որպես լավ հնարավորություն, բայց մի վախեցեք գործել նաեւ այն ժամանակ, երբ զգաք ճիշտ պահը։ Հնարավոր դժվարություններ անձնական եւ գործնական կյանքում։ 2026 թվականին աքաղները կարող են բախվել ներքին լարվածության ու գույ եւ գուանֆու աստղերի ազդեցության պատճառով։ Այս էներգիաները կարող են առաջացնել անվստահություն, հոգնածություն եւ նյարդայնություն։ Հնարավոր են կասկածներ սեփական ուժերի հանդեպ եւ զգացմունքային տատանումներ, հատկապես երբ պարտականությունները շատ են։ Այս ամենը հաղթահարելու համար կարևոր է պահպանել հանգստի ռեժիմը եւ չծանրաբեռնել ձեզ աշխատանքով, նույնիսկ եթե ուզում եք ապացուցել ձեր արդյունավետությունը։ Աշխատանքային ոլորտում հնարավոր է ուժեղ մրցակցություն, որը կպահանջի համբերություն եւ դիվանագիտություն։ Ձեր ուղիղ խոսքը կարող է ընկալվել որպես կտրուկ լինել։ Այդ պատճառով փորձեք արտահայտվել ավելի մեղմ։ Պետք է նաև զգույշ լինել փաստաթղթեր եւ պայմանագրեր ստորագրելիս, քանի որ հնարավոր են սխալներ կամ ոչ հստակ կետեր։ Անձնական կյանքում նույնպես հնարավոր են զգացմունքային լարված պահեր եւ թյուրիմացություններ զուգընկերոջ հետ, հատկապես տարվա կեսին։ Ներդաշնակության հասնելու համար կարևոր է հանգիստ խոսել խնդիրների մասին եւ միաժամանակ անցկացնել միասին, ինչը կօգնի վերականգնել փոխըմբռնումն ու ուժերը։ Իսկ հիմա խոսենք այն մասին, թե եթե դուք ծնվել եք օրինակ
Աքաղաղի տարում, բայց ամսով խոյ եք, ցուլ, եկվորյակ եւ այլն։ Աքաղաղ խոյ։ Խոյերի համար այս տարին բավական հանգիստ կարող է անցնել։ Կարծես տարվա էներգիան արդեն շատ հարցեր ձեր փոխարեն լուծել է։ Շատ խնդիրներ կարող են ինքնուրույն կարգավորվել։ Այդ պատճառով պարզապես վստահեք ճակատագրին եւ շնորհակալ եղեք կյանքի համար։ Աքաղաղ ցուլ։ Ցուլերին այս տարի սպասվում է շատ աշխատանք։ Հնարավոր է ամբողջ տարին ստիպված լինեք աշխատել եւ գումար վաստակել, բայց ձեր ջանքերը անպայման արդյունք կտան։ Կարող է սկսեք նաեւ նոր, մեծ նպատակներ ունեցող նախագիծ, որը ապագայում մեծ հաջողություն կբերի, թեև դրա համար բավականին ուժ եւ էներգիա կպահանջվի։ Աքաղաղ եկվորյակ։ Եկվորյակները այս տարի պետք է շատ աշխատեն, որպեսզի ստանան այն արդյունքները, որոնք իսկապես արժանի են։ Հիշեք, կյանքում ոչինչ հեշտ չի տրվում։ Աշխատանքն ու փորձը մեզ ավելի ուժեղ են դարձնում։ Աքաղաղ եւ խեցգետին։ Խեցգետիների համար տարին կարող է անցնել հաջողությունների ալիքի վրա։ Լավ տրամադրությունը եւ ուժեղ էներգիան կօգնեն հաջողության հասնել կյանքի շատ ոլորտներում։ Մի վախեցեք փորձել նոր բաներ, որովհետև երբ մարդը խուսափում է փոփոխություններից, նա նաև բաց է թողնում հաջողության հնարավորությունը։ Աքաղաղ առյուծ։ Առյուծները կարող են փորձել իրենց կանոնները թելադրել տարվա էներգիային, բայց դա կարող է դժգոհություն առաջացնել։ Դրա համար հետևանքները կարող են լուրջ լինել։ Երբեմն իրավիճակին հարմարվելը պարտություն չէ, այլ խելացի քայլ։ Աքաղաղ կույս։ Կույսերի համար 2026 թվականը կարող է բերել շատ կարևոր որոշում։ Այդ ընտրությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր ապագա կյանքի վրա։ Այդ պատճառով պետք չէ շտապել, ամեն ինչ լավ մտածեք եւ վստահեք ձեր ներքին զգացողությանը։ Աքաղաղ կշեռք։ Կշեռքները այս տարի կարող են բախվել ֆինանսական խնդիրների հետ։ Հնարավոր է հանդիպեք խաբեբաների կամ հայտնվեք կասկածելի գործարքների մեջ։ Այդ պատճառով վստահեք միայն այն մարդկանց, ում իսկապես լավ ճանաչում եք։ Աքաղաղ կարիճ։ Կարիճների կյանքում կարող է տեղի ունենալ շատ կարևոր ծանոթություն։ Ամենայն հավանականությամբ այն սիրային բնույթ չի ունենա։ Հնարավոր է ձեր կյանքում հայտնվի փորձառու մարդ կամ ուսուցիչ, որը ձեզ շատ բան կսովորեցնի։ Լսեք փորձառու մարդկանց խորհուրդները։ Աքաղաղ աղեղնավոր։ Աղեղնավորներին այս տարի խորհուրդ չի տրվում հապճեպ որոշումներ ընդունել։ Նույնիսկ փոքր գնումը կարող է խնդիրներ առաջացնել։ Իսկ մեծ գնումների դեպքում, օրինակ տուն կամ մեքենա, պետք է շատ զգույշ լինել։ Մինչև գնելը լսեք ձեր ինտուիցիային եւ ուսումնասիրեք մարդկանց կարծիքները։ Աքաղաղ այծեղջյուր։ Այծեղջյուրները կարող են ներգրավվել բավական ռիսկային արկածների մեջ։ Գրագեձին կարծես հետևելու է ձեր քայլերին, մինչև այդ իրավիճակները ավարտվեն, բայց դրանց հետևանքները կարող են այնքան էլ հաճելի չլինել։ Ավելի լավ է հեռու մնալ կասկածելի գործերից։ Աքաղաղ ջրհոս։ Ջրհոսները 2026 թվականին կարող են ավելի հանգիստ լինել։ Շատ հարցեր ձեր վերահսկողության տակ կլինեն։ Նույնիսկ ընտանիքի անդամները կարող են սկսել ավելի շատ լսել ձեր խոսքը։ Պարզապես մի փորձեք միանգամից լուծել բոլոր խնդիրները։ Աքաղաղ ձկներ։ Ձկները ամբողջ տարվա ընթացքում կարող են զգալ ներքին խաղաղություն եւ ներդաշնակություն աշխարհի հետ։ Նույնիսկ դժվարությունները դժվար թե կարողանան ձեզ այդ վիճակից դուրս բերել։ Եթե ինչ-որ խնդիր առաջանա, դուք ինտուիտիվ կհասկանաք, ինչպես ճիշտ վարվել։ Սովորեք չկենտրոնանալ խնդրի վրա, եւ դրանք ավելի հեշտ կանցնեն ձեր կողքով։